Վերջին տարիներին մեր երկրում եւ մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակը հուշում է պարզ մի բան։ Մեր դարավոր ճշնամիները Թուրքիան եւ Ադրբեջանը այս անգամ օգտագործելով նոր գործիքներ ու նոր մոտեցումներ փորձում են հասնել հաջողության, այս անգամ վերջնականապես տապալելով հայկական քաղաքական ծրագիրը Հայաստան պետությունը եւ այստեղ հայերի ֆիզիկական գոյությունը։ Այդ հարցում նրանց կարևորագույն թիրախներից մեկը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Պատահական չէ, որ այդ մասին խոսում են Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության ամենատարբեր ներկայացուցիչներ, անդադար թիրախավորելով այդ թվում նոյեմբեր 20 թվականի նոյեմբերից հետո հայ առաքելական Սուրբ եկեղեցին, նշելով, որ այս կառույցը խոշոր հաշվով շարունակում է դեռ վառ պահել հայկական ազգային քաղաքական միտքը։ Այս օրերին այդ հարձակումները, այդ թիրախավորումները կրում են աննախադեպ մեծ բնույթ։ Թիրախավորվում է ոչ միայն եկեղեցին, այլ նաև եկեղեցու գլուխը, վեհապար հայրապետը, կաթողիկոս Գարեգին II-ը, բարձրաստիճան այն հոգևորականները, որոնք ոչ միայն իրենց գործն են անում, այլ ավելին ցույց են տալիս, որ այդ անելը ամենաճիշտ բանն է, այսինքն պահում են հայկական քաղաքական ազգային միտքը։ Հետևաբար նրանցից շատերը այսօր ապօրինի անազատության մեջ են։ Ես որպես հայ մարդ, որպես Հայաստանի քաղաքացի եւ որպես մասնագետ, որպես արևելագետ իմ ամբողջական սատարումն եմ հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, Հայաստանի պետության եւ հայկականության գլխավոր նեցուկներից մեկը հանդիսացող վեհապար հայրապետին Գարեգին II-ին, ինչպես նաեւ այն բոլոր հոգևորականներին, որոնք այսօր տարբեր տեսակի անազատությունների մեջ են ճաղերի ետևում գտնվելով ապօրինի, ինչպես arczepiskoposներ Բագրատ եւ Միքայելը եւ Արշակ Սրբազանը, այնպես էլ այն բոլոր հոգևորականները, որոնք տարբեր պատճառներով այսօր չեն կարողանում իրականացնել իրենց հոգևոր ծառայությունը։